Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, մեր սիրելի և անչափ ուշադիր հեռուստադիտողներ։ Սպասիր ինձի նոր թողարկումն է եթերում։ Մենք լցված ենք եռանդով և պատրաստակամությամբ լսելու ձեզ, հասկանալու, ներկայացնելու ձեր կյանքի ամենահուզիչ պատմությունները մեր հավատարիմ հեռուստադիտողներին ու լավագույնս կատարելու մեր առաքելությունը։ Իսկ մեր առաքելությունը մեկն է և անփոփոխ։ Մեզ տրված բոլոր հնարավոր մեթոդներով անել ամեն բան, որպեսզի գտնվեն ձեր հարազատ, սիրելի մարդիկ, որոնցից կյանքի ինչ-որ փուլում կամա թե ակամա հեռացել եք, չդառնալով օտար, չհանելով նրանց ձեր սրտից։ Իհարկե, եթե դուք դեռ որոնում եք, եթե հանդիպման հույս ունեք, ուրեմն օտարության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ուրեմն կարոտն ու սերը ավելի ուժգին են, քան բաժանման պատճառները։ Մենք ուզում ենք, որ այս տարում ձեր որոնման հայտերը անսպասելիորեն արագ հանգուցալուծում ստանան, որ հնարավորինս շատ որոնվողներ գտնվեն և միավորվեն հարազատների հետ։ Իսկ ես կհավելեմ, թող որոնվողները նաև ողջ ու առողջ գտնվեն, նույն հարազատին հանդիպելու ցանկությամբ։ Դե ինչ, կրկին եթերում ենք, ուրեմն սկսեցինք։ Հիմա թողարկման այն պահն է, երբ տաղավարում պետք է դիմավորենք մեկին, ով վերջապես որոշել է սկսել հարազատ մարդու որոնումները։ Ով է նա և ում է փնտրում։ Կիմանանք հենց հիմա։ Իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ, խնդրում ենք ուշադիր եղեք և եթե որևէ դրվագ կամ որևէ անուն ձեզ ծանոթ թվա, անպայման կապվեք մեր խմբագրության հետ։ Բարի երեկո, համեցեք։ Բարև ձեզ։ Համեցեք, տեղավորվեք։ Շնորհակալություն։ Ես խնդրում եմ ներկայացեք և պատմեք, թե ում եք փնտրում, ինչ որոնումներ են ձեզ բերել այսօր այստեղ։ Բարի, Սարիբեկյան Գագիկ, Վաղինակի, ծնված 1950 թվական, հունիսի 22-ին, ծնվել եմ Ավան Զանալնի, ու այսպես ասած կոչում էր նաև Սվիկլասավխոզ այդ տեղը, բայց 53 թվականի Ստալինի մահից հետո թույլ են տվել արդեն որոշ ազատություն, մեր ծնողներս տեղափոխվել են Բիսկ քաղաք։ Այ Բիսկ քաղաքում 54, 55, 56-ի սկիզբը մենք այնտեղ ենք ապրել։ Ես մի քանի նկար ունեմ, այս մեր տունն է, որտեղ երկու ընտանիք են ապրել, այստեղ ես քույրս ենք եւ էլի երեխաներ կան հարևանների։ Դե այս տունը բնականաբար չի լինի արդեն։ Ուրեմն այսպիսի մի ընտանիք, որոնք մոտ են եղել մեր ընտանիքին ծնողներիս հետ։ Գիտեք անուններ, այո, հետաքրքիր է, որ այստեղ գրվածը պահպանվել է։ Ի հիշատակ իմ ծնողներին Կատյայի կողմից, բայց սա Կատյան է, սա Ֆեդյանա, սա էլ Տանյանա, գրած է Տանյա պլեմյաննիցա Ֆեդի։ Ահա։ 56 թվականի մարտ, այսինքն մենք աքսորից արդեն վերադարձել ենք, իրենք նամակ են ուղարկել, այս նկարներ մեջը, և ես փորձեցի ինչ-որ ձևով ընթերնել իրենց ընտանիքի ազգանունը, Մանդրեյ Չուկովսկայը, նու տարիքով եթե վերցնենք անցել է 70 տարի, բայց իրեն ճանաչող կարող են լինել, ես ուզում եմ իմանամ իրանցից ճանաչողներից, ժառանգներ, ծանոթներ, ինչ հիշողություններն են մեր ընտանիքի, այս էլ վերջին նկարն է մեր ընտանիքի Սիբիրից, սա վերջին, հայրս, մայրս, քույրս ես, սա 56 թիվ հունվար ամսվա նկար է սա։ Իսկ կարող եք ասել, ինչի համար էին աքսորել։ Ասեմ, եթե հետաքրքիր է։ Այո, իհարկե։ Հետաքրքիր է։ Պապուս հայրը 4 տղա ունի։ 37 թվականին մի տղային են տանում ձերբակալում գնդակահարում, 38-ին մյուս տղային են ձերբակալում գնդակահարում, 49-ին էլ պապուս իր ընտանիքով են աքսորում։ Այ 49 աքսորից ժամանակ մայրս 18 տարեկան է եղել, քույրս 6 ամսական։ Ցուցակի մեջ ամառը եկել են գյուղ, այդտեղ եկել են աքսորել առավոտ ժամը 4-ին։ Ցուցակի մեջ որ քույրս չի եղել եւ մայրս չի եղել, բայց ինձ կամավոր մայրս 18 տարեկան է եղել, ասել է ես եմ գնում ընտանիքի հետ։ Մերոնց բերել են Ստեփնոյ Ալտայ, որտեղ ըստ մեր ծնողների պատմելու
տվել են բարակ, երևի գիտեք ինչ բանա բարակ, 4 ընտանիքին բարակ։ Դու բարակ պատերով եւ ասել են, «Էս էլ ձեր ամեն մեկին տված է եղել ցանած մի հատված կարտոշկայով»։ Էսի ձերն է 1000 մետր ցանած կարտոշկա ձերն է 3 օր ձեր կենցաղը կարգավորելու համար 4-րդ օրը դուս եք գալի աշխատանքի։ Ով բան չի, տարիքային կամ երեխա, մայրս կերակրող երեխա ունեցի, դուս չի եկել, պապս ու հայրս դուս են եկել աշխատելու։ Ընդ որում, ակսորել են հունիս ամսին 49 թվականի մեղադրանքը, այս բանը ունեմ արդարացման որոշում, ներկայացվել է նոյեմբերի 29-ին։ Այսինքն ակսորելուց 6 ամիս հետո նոր մեղադրանք են ներկայացվել։ Ինչ է ասվում մեղադրանքում։ Գրած է հետևյալը մեղադրանքում։ Ես արդեն արխիվից բոլոր փաստաթղթերը արխիվից հանել են, որպես պապս 18 թվականի Բաշաբարաբանի պատերազմի մասնակից համարել են դաշնակ պապուս։ Պարոն Սարիբեկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ բացի նրանից, որ փնտրում ենք այս ծանոթներին ձեր ծնողների, ավելի շատ մենք փնտրում ենք ձեր տանտեղը հասցեն։ Բիա գետի ափին է եղել մեր տները, կողքը քաղմաս է եղել։ Մի խոսքով փողոցի անունը Первомайская 5։ Ну մի խոսքով։ Դուք սեփական հիշողություններ պահպանված չունեք։ Ջնջված է իմ մոտից բացարձակապես իմ մոտ սկսում է հիշողությունը Նովոսիբիրսկի երկաթգծի կայարանից։ Ենթադրենք գտակ, ինչ է դա ձեզ տալիս։ Դե գիտեք, 75 տարին լրանում է իմ այդ ժամանակ, ես Դուք շատ երիտասարդ տեսք ունեք։ Ոչ ոք չի կռահի։ Շնորհակալություն։ Իմ ծնողները ճիշտ ակսորվել են, բայց իրենց բոլոր պատմվածները եղել են ուրախ։ Այդ տարածքի հետ կապված, այդ բնակավայրի։ Այսինքն վատ բաներ հիշողությունը իրանց մոտ ջնջվել է, հետաքրքիր է, էլի։ Մի խոսքով ներքին պահանջ ունեք գտնելու այն վայրը, որտեղ ապրել են ձեր ծնողները, ձեր տատիկը, պապիկը, որտեղ դուք ծնվել եք։ Այո։ Հաջողություն ենք մաղթում ձեզ։ Ես շնորհակալ ենք շատ, որ եկաք այսօր։ Կարծում եմ արձագանքողներ կգտնվեն նաև այն մարդկանց շրջանում, ովքեր նույնպես ակսորյալներ են եղել, ապրել են այդ տարածքում։ Մի խոսքով սպասենք տեղեկությունների։ Շնորհակալություն հաղորդումից, բոլորից շնորհակալություն, լավ էր։ Երբեմն այստեղ հնչող պատմությունները առաջին հայացքից շատ խճճված են թվում։ Այդպիսին էր եւ այս մեկը։ Սակայն վստահ ենք, որ ձեր օգնությամբ կստացվի քանդել կծիկը եւ որոնումները հաջողությամբ կպսակվեն։ Ցանկացած լուսանկար իր պատմությունն ունի։ Այն սերունդներին կարող է պատմել դրանում պատկերված մարդկանց ճակատագրերի ու նրանց ապրած ժամանակաշրջանի մասին։ Մեր խմբագրությունում հայտնված լուսանկարները կորստի ու սպասումի մասին են։ Բայց դրանք կարող են դառնալ նաև երջանկության ու միավորման պատճառ այն դեպքում, եթե մեր եթերում ցուցադրվելուց հետո գտնվեն մարդիկ, որոնք փնտրում են։ Այս պահին կտեսնեք մի քանի հայտ լուսանկար։ Ալեքսանդրը որոնում է իր հորը, Ռուբեն Հարությունի Քարտաշյանին։ Նա ապրել է Երևանի Աղապապյան փողոցում։ 1970-ականների կեսերին Ռուբենը ծառայել է Եվպատորիայում, որտեղ էլ ծանոթացել է Ալեքսանդրի մայրիկի, Վալենտինայի հետ։ Հայտնի է նաև, որ Ռուբենը ևս 2 որդի ունի։ Լուսանկարում Աննա Արտյոմի Հարությունյանն է, իր եղբոր Սերգեյ Հարությունյանի հետ։ Նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին են փնտրում ազգականները Մոսկվայից։ Անդրանիկ Ասլանյանի ազգականները ավելի քան 20 տարի փորձում են որևէ տեղեկություն գտնել նրա մասին։ Անդրանիկը ծնվել է 1957 թվականին Հայաստանում։ Տեղափոխվել է Ռուսաստան եւ այնտեղ էլ ամուսնացել։ 2002 թվականին մեկնել է Եկատերինբուրգ եւ կորել։ Ոստիկանությունը նրան չի գտել, սակայն հարազատները հավատում են, որ նա ողջ է եւ անպայման կգտնվի։ Լուսանկարում պատկերված աղջիկը ծնվել է 1960-ականների սկզբին Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը։ Մայրը ուկրաինացի է, հայրը հայ։ Աղջկա ծնողները հրաժարվել են երեխայից եւ նրան որդեգրել են։ Նոր ծնողները նրան Լիզա անունն են տվել։ Այժմ Լիզան որոնում է իր կենսաբանական ծնողներին։ Ռուբեն Հովանիսյանը խնդրում է արձագանքել ընկերոջը Հովիկ Կոկչյանին։ Վերջինս 1981 թվականին ավարտել է Երևանի թիվ 131 դպրոցը։ Ամուսնացած է եղել Անուշ անունով կնոջ հետ։ Հովիկի բնակության վայրը փոխելուց հետո ընկերների կապն ընդհատվել է։
Խնդրում ենք արձագանքել 1960 թվականին Կապանում ծնված Արայիկ Զավենի Մարգարյանին։ Ձեր դուստրերը Անժելան եւ Ռուզաննան հավատում են, որ դուք նրանց չեք մոռացել եւ սպասում են հանդիպման։ Վաչիկ Ռաֆիկի Հովանիսյանը ծնվել է 1961 թվականի մարտի 12-ին։ 2002 թվականին նա ընտանիքի հետ ապրում էր Ռուսաստանի Դաշնության Կինգիսեպպ քաղաքում։ Մի օր դուրս է եկել տնից եւ այլևս չի վերադարձել։ Ինչ է պատահել նրա հետ, մինչ օրս հայտնի չէ։ Արդեն 20 տարուց ավելի նրա դուստր Լենան փնտրում է այս պատմության վրա լույս սփռող որևէ տեղեկություն։ Շուտով կլրանա լուսանկարում պատկերված Լյովա Շահբազյանի 80-ամյակը։ 1968 թվականին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում իրավաբանական կրթություն ստանալուց հետո նա վերադարձել է Երևան։ Լյովային են փնտրում ազգականները Ռուսաստանից։ Հուսիկ Ղազարի Աբրահամյանին է որոնում թորնուհին Կարինան։ Նրա տատիկը Նինա Կոմարովան ծանոթացել է Հուսիկի հետ Օրիոլ քաղաքում։ Կարինայի համար շատ կարևոր է տեսնել Հուսիկին, ճանաչել նրան եւ ծանոթանալ ազգականների հետ։ Լուսանկարում Հովանեսն է, նա փնտրում է իր որդուն, Սաշա Մամունյակին։ Տղան ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 5-ին, Ուկրաինայի Վինիցիայի մարզի Տուլչինի շրջանի Նեստերվարկա գյուղում։ Այս լուսանկարից ունի նաև Սաշայի մայրը, Գալինա Մամունյակը։ Սիրելի հեռուստադիտողներ, հուսով ենք ուշադիր եք եւ եթե ճանաչել եք լուսանկարներում պատկերված որևէ մեկին, խնդրում ենք կապ հաստատել Սպասիր ինձի խմբագրության հետ։ Որքան մարդ, այնքան էլ ճակատագիր, յուրաքանչյուրն իր ընթացքով, իր վայրիվերումներով ու զարգացումներով։ Ու նշանակում է կյանքում մարդկանց հետ կատարվող իրադարձություններն էլ որքան էլ երբեմն նման թվան, բայց իրականում շատ տարբեր են, իրենց առանձնահատկություններով չկրկնվող։ Ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում, բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար յուրաքանչյուր դժբախտ ընտանիք, դժբախտ է յուրովի։ Տարբեր իրավիճակներում են մարդիկ հանդիպում, ու բաժանման պատմություններն էլ են տարբեր, բայց երբեմն կարելի է լսել. Սպասիր ինձում իրար նման պատմություններ են հնչում։ Մեկը գնաց երկրից ու կորավ, մեկը ամուսնալուծվեց, երեխային տարավ, մյուսը դավաճանեց, նոր ընտանիք կազմեց։ Ասում են, բաժանվելու, իրար կորցնելու պատճառները միօրինակ են ու ծեծված։ Ոչ մի դեպքում չենք կարող համաձայնել։ Նման կարող են լինել միայն կյանքի իրավիճակները, բայց փորձել եք արդյոք խորությամբ ուսումնասիրել յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր անհատի անձնական պատմությունը, փորձել եք հասկանալ նրա քայլերի դրդապատճառները, ուսումնասիրել եք նրանց հետ կատարվող իրադարձությունների հաջորդականությունը եւ փորձել եք արդյոք հասկանալ ինչ է զգում նրանցից յուրաքանչյուրը։ Մենք փորձում ենք անել այս ամենը հայտից հայտ, պատմությունից պատմություն, թողարկումից թողարկում։ Եթե մեզ դիմաց հայտատուներին հարազատների պես չվերաբերվենք, չփորձենք ոչ միայն լսել, այլև հասկանալ նրանց, չենք կարողանա լավագույնս ներկայացնել նրանց իրական, չկրկնվող պատմությունները։ Դիտենք որոնման նոր տեսահայտը։ Երեխեք ջան, գործ կար անելու։ Հեսա բարձրանանք վերև, իջնենք ներքև, հետո ձեզ ամեն բան ցույց կտանք։ Գնացինք։ Ես Անդրանիկ Թադևոսյանն եմ, որոնում եմ որդուս, որի անունն է Արամ։ Այս նկարները ես առանձնացրել եմ, որ ուսումնասիրում էի։ Հետիոտնին վրաերթի ենթարկելու համար 5 տարվա ազատազրկում։ Երբ այս միջադեպը տեղի ունեցավ, Անդրանիկ Թադևոսյանը 21 տարեկան էր։
Նրան ուղարկեցին Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկ քաղաք, ուղիչ աշխատանքներ կատարելու։ Նրան հանձնարարվեց կալանավայրին կից հյուրանոցում որպես փականագործ աշխատել։ Որոշ ժամանակ անց Անդրանիկի ինքնազգացողությունը վատացավ, պարզվեց ալերգիա է սկսվել, ներարկումների անհրաժեշտություն կա։ Տղային օգնության հասավ բուժքույր Վալյա Վասիլյոնովան։ Գեղեցիկ աղջիկ էր։ Չեմ կարող նկարագրել ինչպես era։ Բնավորությունը շատ ընտիր բնավորություն ուներ։ Եվ գալիս էր հյուրանոց, սրսկում էր։ Իձև ես պարծայդ մի հոգսից, բայց երկրորդ հոգսի մեջ եկա։ Երկրորդ հոգսը զատը գիտեք որն էր։ Սրանք իմ թորնիներն են։ Շատ եմ սիրում ետսին։ Կայնյանի ջան նկարի քիչ կլոր, սենց քաշի, այսի, պարացերա։ Որոշ ժամանակ անց Անդրանիկն իմացավ, որ Վալյան հղի է։ Տղան կիսաքանդ մի տնակ գնեց, նորոգեց ու սիրեցյալի հետ տեղափոխվեց այնտեղ։ Անդրանիկի ու Վալյայի որդին ծնվեց Ուստ-Իլիմսկում 1980 թվականին։ Վերսեցինք Վալյային, դրեցինք մեքենա, տարանք հիվանդանոց նույն գիշերն ծնդաբերեց, մենք հիվանդանոցի տուրն էինք։ Արդեն գնացել իմացան, որ այս բանկա եկան հետս։ Մի 4 ուղի կլենք եղել։ Իգե անքուրն էլ լուսամուտից, դե որ թողում են ես մնեն, որ բան։ Բայց հատվեսան Վալյանովա, ասեցի, այս առաջ եկա, տղա ես ծնվել քեզ, տղա ծնվեց, ոնց ուրախ եմ բան, ասում եմ, բա մաղարիչ ոնց անենք ձեզ, ասես մաղարիչ պետք չի։ Հետո երանք դուրս, հիվանդանոցից դուրս եկանք, ասեց, ինչ պետք է տնենք անուն, ասի, հայկական անուն։ Բա ինչ ասի, Արամ, մին էլ համաձայնում, Արամ։ Ես կոշկակարությամբ եմ զբաղվում։ Շատ եմ սիրում։ Ինչ ուզում ա լինի, ես հիշում եմ, կնստեմ և ձեր կոշիկները պատրաստեմ, սարքենք, որ դուք հագնեք և հիշեք ինձ։ Արդեն 32 տարի աշխատում։ 1981 թվականին Անդրանիկ Թադևոսյանն ազատ արձակվեց։ Նա ցանկանում էր հայրենիք վերադառնալ, ապրել ծնողների մոտ։ Վալյան տեղափոխվելուն դեմ էր։ Այդպես էլ համաձայնության չգալով նրանք որոշեցին բաժանվել։ Սկզբում նամակագրական կապ էին պահպանում, որը սակայն խզվեց Վալյայի երկրորդ ամուսնությունից հետո։ Դա արդեն պետք է գայի արդեն ամբողջ գիշեր մոտս թողեցի։ Մեր տանը մասի մնատում մնա մոտս։ Ոչ լացում եմ, ոչ բան։ Ստանք քնանք իր հետ, արանք, քնանք։ Արոդյան մերն եկավ, ասի ինչ ես անել, բայց կգնամ տուն։ Ուղեկցեցի մուրկորի տուն։ Ձևել, սպասից որ չկարողացա գնալ։ Դե ծանոթացավ մենք ուկրաինացի տողի հետ, ուկրաինացի էինք։ Ան չեմ շոն տղա է ու ամուսնացավ տղայի հետ։ Անդրանիկը տեղափոխվեց Երևան, սկսեց աշխատել կոշիկի արտադրամասում որպես վարորդ։ 1985 թվականին նա գործուղվեց Ուստ-Իլիմսկ։ Քաղաք հասնելուն պես Անդրանիկը շտապեց որդուն տեսնելու, Արամն արդեն 5 տարեկան էր։ Գնաց եմ 5-6 հատ երեխա են խաղում, դուրսը, քաշում են իրար։ Ես հերպես տեսա ճանաչեցի Արամին, ասի մեն 5 տարեկան էր ինք արդեն։ Ես ասի հաստատ ինքն է։ Մոտեցա ու Արամ կանչեցի, Արամ, գիշուր եկավ նայեց ու վազելու եկավ մոտ, ասեց ինձ առաջ Արամ էին ասում, բայց հետո փոխեցին Ռոմա անունս։ Ու դուք գիտես իմ անունը Արամը։ Նայեց ինձ ծիծաղաց, ու ծաղալով գնաց երեխան։ Նայած հենգերների խաղալու երևան, ու վեմով չեմ ասում։ Այս աչասության ու դեպք չէր, յան ասել է։
Բայց վերևը ինքը ծիզաղաց ինձ որ տեսա, որում զգաց երևի։ Հայր ու որդի այլևս չհանդիպեցին։ 1983 թվականին Անդրանիկը Հայաստանում ընտանիք կազմեց։ Ունի 5 երեխա, 6 թոռ։ Մի Անդրանիկը 40 տարեկան մարդ է։ Ինձ երեխեքս ուզում են տեսնել այդ երեխային։ Արամին։ Ու տեսնեմ անպայման ճանաչեմ, որտեղ նման է նա մեզ աննման, մեզ։ Ու Աստված չի փոխել դրա դեմքը։ Մենք որ ասենք մենք գնում փողոց, որ ասենք տուրիստներ են, չէ՞ գալիս։ Մենք տղաներին նայում են, մեջները։ Ասում կարող է գուցե ինքը գազելն է։ Այդ ճանաչեմ նրանց անպայման։ Արամ ջան, եթե դու տեսնում ես ինձ, իսկ խնդրեի քեզ, որ դու արձագանքես ցավը տանում ու իմ փապագն է քեզ տեսնել։ Իսկ հիմա կարևոր հայտարարություն, հատկապես նրանց համար, ովքեր բնակվում են արտերկրում։ Դուք կարող եք ինքնուրույն նկարահանել տեսահայտ, որը կցուցադրվի մեր եթերում։ Ձեզ անհրաժեշտ է հեռախոս և այն մարդու լուսանկարը, որին փնտրում եք։ Տեղադրեք հեռախոսը հորիզոնական դիրքով, կանգնեք այնպիսի հեռավորության վրա, որպեսզի տեսանելի լինի ձեր դեմքը և ձեր ձեռքում բռնած լուսանկարը։ Եվ 1-1.5 րոպեի ընթացքում ներկայացեք, պատմեք, թե ում եք փնտրում և բոլոր այն մանրամասները, որոնք կարող են օգնել որոնումներին։ Նկարահանումն իրականացրեք լուսավոր, անաղմուկ տարածքում։ Մնում է միայն տեսանյութն ուղարկել «Սպասիր ինձի» խմբագրություն։ Եթե կդժվարանաք կամ ձեզ մոտ հարցեր կծագեն կապված հայտի այս ձևաչափի հետ, զանգահարեք այն հեռախոսահամարով, որը տեսնում եք էկրանին։ Մեր աշխատակիցը սիրով կբացատրի մանրամասները և կպատասխանի ձեզ հուզող հարցերի։ Սպասում ենք ձեր հայտերին։ Մեր տաղավարում տեղի ունեցող շատ հանդիպումներ կարելի է հրաշքների շարքին դասել։ Անգամ մենք, որ տարիներ շարունակ տեսել ու լսել ենք ամենաանհավանական պատմությունները, միևնույն է երբեմն չենք դադարում զարմանալ։ Բայց մենք գիտենք այդ հրաշքների գաղտնիքը, ավելի ճիշտ գաղտնիքները։ Դրանք են հավատը և համառությունը։ Երբեք էլ չի կարելի կորցնել հույսը, որ հարազատ մարդն անպայման կգտնվի, բայց միևնույն ժամանակ միայն հույսը բավարար չէ։ Պետք է գործել ջանք չխնայելով, անել հնարավորն ու անհնարինը։ Դե իհարկե, ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ հրաշք տեղի կունենա, չի կարելի։ Եվ դա այսօր եւս մեկ անգամ կհաստատենք մեր հայտատուի Վիկտորիա Կարպիկովայի օրինակով։ Նա Մոսկվայից է։ Արդեն 10 տարի է Վիկտորիան որոնում է մեկ այլ Վիկտորիայի, իր պատանեկության ընկերուհուն։ Ընկերուհու հետ կապը կորցնելուց հետո Վիկտորիան ամեն տարի ամանորին միայն մեկ երազանք է պահում՝ գտնել սիրելի անվանակցին։ Բայց ինչպես արդեն ասացինք, միայն երազելով հարցը չի լուծվի։ Վերջապես 2023 թվականին Վիկտորիան դիմեց «Սպասիր ինձին» և որոնման հայտ լրացրեց։ Մեր գործընկերները հանդիպել են նրան վաղեմի ընկերուհիների համար հարազատ վայրում։ Լսենք նրա պատմությունը։ Վիկայի հետ ծանոթացել ենք շատ պատահական, համացանցի միջոցով։ Բանն այն է, որ այն ժամանակ Կալուգայում նոր սահադաշտ էր բացվում, և մեզնից մեկը սոցցանցերում գրեց, որ ընկերակցող չունի այնտեղ գնալու համար։ Եվ մենք հենց նույն երեկոյան միասին գնացինք սահադաշտ։ Դա ամանորից առաջ էր։ Ես այն ժամանակ դեռահասության բարդ շրջանում էի, այսինքն ոչ արտաքինս էր դուր գալիս ինձ, ոչ էլ որևէ մեկն ընդունում էր այն, որ ես ուզում էի ստեղծագործել։ Ինձ ոչ ոք չէր աջակցում այդ հարցում։ Ու պատահաբար հանդիպում եմ մի մարդու, որը նույնպես ստեղծագործում է, որն ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ, որն ասում է՝ դու կարող ես, դու գեղեցիկ ես, դու կհաջողես։ Թվում էր աշխարհս լիովին փոխվեց նրա շնորհիվ։ Մենք շփվեցինք մի քանի տարի, հետո նա մեկնեց Նովոսիբիրսկ, տատիկի մոտ ապրելու։ Իսկ ես ապրում էի Մոսկվայում, հանրակացարանում։ Մենք նամակագրական կապ էինք պահպանում, սակայն չգիտեմ ինչպես նրա նամակները կորան։
Այս տարիների ընթացքում ես նրան չեմ մոռացել։ Գրել եմ հաղորդաշարին հուսահատությունից ելնելով, քանի որ շատ եմ փնտրել նրան, սակայն չեմ կարողացել գտնել։ Ասում են երազանքները չի կարելի պատմել այլ մարդկանց, այլապես չեն իրականանա, բայց այսօրվա մեր հայտատուն չի վախեցել պատմել իր երազանքի մասին բազմահազարանոց լսարանի առջև։ Իդեպ տարիներ շարունակ նա փորձել է ինքնուրույն գտնել ընկերուհուն, բայց անարդյունք։ Սակայն հույսը ոչ մի րոպե չի կորցրել։ Եվ հիմա ուզում եմ առիթից օգտվել եւ դիմել մեր հեռուստադիտողներին։ Եթե դուք որոնման հայտ եք թողել մեր խմբագրությունում, բայց մեզնից երկար ժամանակ պատասխան չեք ստանում, դա չի նշանակում, որ մենք մոռացել ենք ձեր մասին կամ չենք զբաղվում որոնումներով։ Պարզապես որոշ դեպքերում արդյունքի հասնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Ժամանակ եւ համբերություն։ Վերադառնանք Վիկտորիային, իսկ ավելի ճիշտ Վիկտորիաներին, Կարպիկովա եւ Ամիրխանյան։ Չէ՞ որ մենք հենց այնպես չենք այսօր պատմում նրանց մասին, այլ լավ նորություններ ունենք։ Մեզ հաջողվել է գտնել Վիկտորիա Ամիրխանյանին, իհարկե շտապել ենք հանդիպել նրա հետ եւ հանդիպում կազմակերպել ընկերուհիների համար։ Դիտենք տեսանյութը։ Меня зовут Вика. Անունս Վիկա է։ Ես ապրում եմ Սանտ Պետերբուրգում։ Երբ ինձ զանգահարեցին սպասիր ինձ հաղորդաշարից, ես չէի կարողանում հավատալ, որ Վիկան իրոք փնտրում է ինձ։ Երբ ես Կալուգայում էի ապրում, նա ամենահարազատ մարդն էր ինձ համար։ Հիշում եմ, որ Վիկան շատ էր սիրում կարդալ։ Միշտ խորհուրդ էր տալիս ինչ ստեղծագործություններ կարդամ։ Հիշում եմ, որ դասերից փախնում էինք, զբոսնում էինք քաղաքում։ Վիկայի հետ շատ ուրախ ժամանակ էինք անցկացնում։ Նրա հետ ինձ շատ հանգիստ էի զգում։ Մենք իրար նամակներ էինք գրում։ Ահա, նրա վերջին նամակը։ Այստեղ նա նույնիսկ մեզ է նկարել եւ գրել է. «Ես Վիկայի հետ եմ, ամեն ինչ լավ կլինի»։ Սոցցանցերում էջս ջնջվել էր, ինչից հետո չէի կարողանում գտնել նրան, քանի որ չէի հիշում նրա ազգանունը, իսկ նամակների ծրարները կորել էին։ Ես շոկի մեջ էի, մտածում էի, որ էլ երբեք չեմ տեսնի նրան, եւ մտածում էի, որ հնարավոր է նա էլ չի հիշում իմ մասին։ Անմիջապես առանց երկմտելու համաձայնեցի հանդիպման մեկնել։ Հիշում եմ, որ Վիկայի համար հաճախ Ավգուստին երգն էի նվագում եւ ծիծաղեցնում նրան, որ չտխրի։ Մինչ օրս էլ այդ երգը բարձրացնում է տրամադրությունս։ Ամենահիշվող պահերից մեկն այն էր, երբ ես բաժանվել էի ընկերոջիցս եւ շատ վատ էի ինձ զգում։ Զանգահարեցի Վիկային ու խնդրեցի, որ հանդիպենք։ Մենք հանդիպեցինք եւ նա ինձ համար շրթարմոնով Ավգուստին երգներ նվագում։ Ես հույս ունեմ, որ կգտնեմ նրան։ Գուցե 2024-ին։ Ճիշտն ասած, կուզենայի տարեվերջին մի հրաշք պատահեր։ Վիկա, դու ես։ Անհավատալի է, այնքան գեղեցիկ ես։ Դու ավելի ես գեղեցկացել, մինչդեռ արդեն այն ժամանակ այնքան սիրուն էիր։ Հիշում ես, սա դու ես նկարել։ Մենք ենք։ Այստեղ դու կարմիր հագուստով ես, իսկ ես դեղին։ Տեսեք, մենք նույնիսկ հիմա ենք այդպես հագնված, կարմիր եւ դեղին։ Պատկերացնում եք։ Ես քեզ 12 տարի փնտրել եմ։ 10 տարի է Պիտերում եմ ապրում։ Պիտերից ես եկել։ Այո։ Նա Պիտերից է եկել։ Այո։ Աստված իմ, խելագարվելու բան է։ Դու Պիտերից ինձ մոտ ես եկել։ Չեմ հավատում։ Ուղղակի պատկերացրու դարերով ձգվող ընկերություն։ Դու այնքան սիրուն ես, խոսքեր չեմ գտնում։ Արի այսպես քեզ բռնեմ, որ սահես։ Բռնիր ձեռքս եւ նայիր առաջ։ Սա կարծես իրականություն չլինի։ Թվում է, թե երազ եմ տեսնում։ Արցունքներից ամբողջ շպարս մաքրվեց։ Մի լացիր։
Հիմա կսովորես սահել։ Դե դու շատ արագ ես սովորում, որովհետև չես մոռացել։ Մկանային հիշողությունը պահպանվում է։ Հիմա կուշաթափվեմ։ Էս ինչ եմ խոսում։ Շնորհակալ եմ, որ փնտրել ես ինձ։ Հրաշալի հանդիպում ստացվեց։ Դժվար է պատկերացնել, որ սոցիալական ցանցերի այս դարաշրջանում երկու երիտասարդ կանայք կարող են կորցնել իրար ու տարիներով չգտնել, բայց փաստ է, որ այդպես էլ է պատահում։ Իսկ մենք ուրախ ենք, որ կարողացանք այսքան անկեղծ ուրախություն պարգևել նրանց։ Ժամանակի նրանց պատանեկության տարիներին ընկերությունն օգնել է նրանց հաղթահարել դժվարություններ, եւ գուցե հիմա այդ ընկերությունն էլ ավելի ամրապնդվի, նրանք էլ կդառնան միմյանց համար անփոխարինելի մարդիկ։ Մեր հեռուստադիտողներին էլ մաղթում ենք չդադարել երազել, ինչպես երազել է Վիկտորիան։ Հրաշքներ պատահում են եւ մենք դրանում համոզվում ենք ամեն օր։ Պարզապես հավատացեք եւ գործեք ու հրաշքն անպայման կթակի ձեր դուռը։ Եթերում սպասիր ինձներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։